Արդեն 3 տարի իր ծննդյան օրը Բաքվի բանտում անցկացնող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն ընտանիքի միջոցով ուղերձ է փոխանցել, պնդելով, թե Եվրամիություն-Ռուսաստան ընտրության ու բանավեճի պատճառով Հայաստանը մեկ այլ ուժից է կախված լինելու, դառնալով մեջբերեմ վիլայետ։ Տնտեսական եւ պարանյութական եւ տեղեկատվական եւ տեխնոլոգիաներով եւ ամեն ինչով դառնալու ենք վայելել Թուրքիա եւ Ադրբեջանը եւ դա է նպատակը, որ արդեն հիմա առանց ֆիզիկական ռազմական գործողությունների քայլարկալ եւ եթե ինչ-որ մեկը դա չի հասկանում, ուզում դա ասեմ, որ մենք բոլորս պիտի հասկանանք, եթե մենք ոչինչ բան չանենք, դա իրականացնելու է շատ արագ։ Թե ինչպես է Հայաստանը մեջբերեմ վիլայետ դառնալու Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտված Վարդանյանի ուղերձից պարզ չէ։ Արդյոք նա զգուշացնում է արտաքին առևտրում Թուրքիայի ու Ադրբեջանի մասնաբաժնից գալի ավելացման մասին, թե կարծում է, որ թուրքական ներդրումները Հայաստանում գերակշիռ կդառնան։ 7 րոպեանոց ուղերձում Ռուսաստանում բիզնես հաջողությունների հասած, ապա քաղաքացիությունից հրաժարված ու Արցախ տեղափոխված Ռուբեն Վարդանյանը չի հիմնավորում։ Օրինակ Հայաստանի ու Ադրբեջանի միջև առևտուրը տասնամյակներից հետո վերսկսվեց անցած տարեվերջին ու թեև այն դեռևս միակողմանի է եւ միայն Հայաստանն է Ադրբեջանից ապրանք, մասնավորապես վառելիք ներկրում, դրա ծավալները Հայաստանի ընդհանուր արտաքին առևտրի մեջ չնչին են, իսկ Թուրքիան ըստ էության նախորդ տասնամյակների ընթացքում որևէ օրենսդրական արգելք չի ունեցել Հայաստան ապրանք արտահանելու կամ այստեղ ներդրումներ կատարելու համար։ Դեռ մինչ 2018-ի իշխանափոխությունը Հայաստանը Թուրքիայից տարեկան ավելի քան $200 միլիոն ապրանք էր ներկրում։ Եվ դա շատ մեծ վտանգ է, որ եթե մենք շարունակենք մեր բայրաձևը, մեզ սպասում է ոչ Ռուսաստան, ոչ Եվրոպական միություն, այլ Թուրքիայի վայելել դառնալը։ Ավելի քան 3.5 տարի ազատությունից ու հարազատներին տեսնելուց զրկված ու Բաքվի իրավական համակարգի ապօրինությունների մասին շարունակահազանգող Ռուբեն Վարդանյանը մայիսի 28-ին Առաջին հանրապետության օրվա առթիվ ռազմական շքերթի անցկացումը, երբ հայ զինվորականները Բաքվի բանտերում են եւ զրկված են նույնիսկ ամենատարրական մարդկային կարիքներից, հարազատներից գեթ մեկ նկար, նամակ կամ հագուստ ստանալու հնարավորությունից մեջբերեմ անբարոյականություն է համարում։ Որտեղ դա անբարոյական է այս վիճակում, երբ որ մեր սպաները զինվորները գտնում են ստեղ, դուք անեք շքերթը եւ դա ոչ մի դեպքի թողնում ինձ հանգիստ, որտեղ ես հաշվում դա անբարոյական է, որ ուրիշ բաներ եւ դա ոչ մեկ ձևով չի կազմակերպված Հայաստանի կողմից, գլխավոր համատարը, որը պարտություն է գրել, չի անում ոչ մի բան, որ այդ մարդիկ գոնե զգան, որ իրենց հետևը թիկուն կկանանց այդ պետությունը։ Շաբաթներ առաջ էլ Վարդանյանը Հայաստանի ՄԻՊ-ին էր դիմել, խնդրելով այցելել Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին ու ապահովել հարազատների հետ տեսակցությունները։ Վարդանյանի դիմումը դրական արձագանք չստացավ։ Անահիտ Մանասյանը պատասխանեց, թե ինքը միայն Հայաստանում լիազորություններ ունի։ Իշխանություններն իրենց հերթին վստահեցնում են Բաքվում պահվող 19 հայ գերիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ ամեն օր են աշխատում եւ քանի դեռ կոնկրետ արդյունք չկա, այդ մասին չեն բարձրաձայնում։ Վարդանյանը նաև իր բանտային առօրյայով է կիսվել, պատմում է, որ անցնող տարիների ընթացքում շատ ժամանակ է հատկացրել ընթերցանությանը, փորձելով տեղի գրադարանում հայ հեղինակների գործեր գտնել, 2 գիրք է գտել։ Մեկը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեղինակած Երկրի հակառակ կողմն է, որի ընթերցանությունը Վարդանյանին դուր չի եկել։ Արցախի նախկին պետնախարարը Փաշինյանի հասցեին մի շարք կոշտ մեղադրանքներ հնչեցնելուց հետո մի կողմից ասում է, որ ներում ու սիրում է բոլորին, մյուս կողմից պնդում, թե վարչապետի մեջ բերեմ մեծ պատիժ է սպասվում։ Հայաստանում, երբ որ մարդը մահանում է, մարդիկ հավատում են, որ իրանք նվիրացնում են ուրիշ մարդկանց կամ կենդանիների մեջ եւ ամենամեծ պատիժն է, որ մարդը շատ մեղքերից հետո ծնվում է Անդրեևի ճճուի մեջ եւ 84000 ապրում են որպես Անդրեևի ճճու։ Ես վախենում եմ, որ դες պաշիկ պատիժն է սպասում, հույսով եմ, որ հենց ժամանակ կա, որ դա չստացնի, բայց կասկածում եմ արդեն ուշ է։ Վաղը Ադրբեջանի վերաքննիչ դատարանը կքննի առաջին ատյանում դատապարտված 15 հայ գերիների, այդ թվում Արցախի նախկին ղեկավարների հանրային պաշտպանների վերաքննիչ բողոքը։ Ինքը Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է դատական ակտը բողոքարկելուց։ Քանի որ այս գործընթացները ֆարս են եւ ցանկություն չունի եւս մեկ օղակ սեվական առումով ներգրավվածություն ունենալ այդ դատավարություններին, քանի որ մինիմալ երաշխիքները պահպանված
կապված չեն եւ իրավունքները ոտնահարվում են ամենտեղ եւ բոլոր հնարավոր դրսևորումներով։ Փաստաբանները պատրաստվում են հայգերիների հանդեպ ապօրինությունները քննելու համար դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Բուն քննության համար անհրաժեշտ է, որ Բաքուն ներկայացնի դատական վճիռներն ամբողջությամբ, այլ ոչ պարզապես դրանց քաղվածքները։